Բարև բոլորին, այսօր բոլորս շատ վատ նորություն իմացանք, ինչը որ վերաբերվում է փոքրիկ Տիգրանիկին, բացահայտվեց, թե ինչ պատճառներով է այդ բալիկը մահաց է։ Ուղղակի մի հատ խնդրանք այն ծնողներին, ովքեր չեն ուզում իրենց երեխաներին պահեն։ Դրա համար կան մանկատներ, դրա համար կան մարդիկ, ովքեր երազում են երեխա ունենալ։ Եթե որևիցե մեկը չեք ուզում ձեր երեխային պահեք, բեռա ձեր վզին, ձեր ուսերին, ինձ տվեք, ես կպահեմ, լուրջ եմ ասում։ Հնենց կպահեմ, դաժե չեք էլ պատկերացնում։ Այնքան մարդիկ կան, որ պատրաստ են ձեր չցանկացած երեխային պահեն։ Ավելի լավ է նման քայլի գնաք, քան թե ձեր կեղտոտ մատերը տանեք երեխայի վրա։ Մի խոսքով ցավալի է շատ։ Մեկ էլ մեր Հայաստանի ծնողներին մի հատ խնդրանք ունեմ։ Այսօր նորից ադրբեջանցիների էֆիրները պատահաբար նայում էի, մեր երեխաները ինչպես միշտ իրենց լուսամուտներում աշխարհի այլանդակ բառերը օգտագործում են, նրանք էլ արդից օգտված մեր զինվորների նկարները դնում են այլանդակ բառեր են վրեները գրում, ասենք որ այդ երեխեքը չգնան, իրանք այդ այնց բաներ չեն անի։ Ամեն մեկդ մի քիչ ուշադիր եղեք ձեր երեխաներին, ուշադիր եղեք, թե ինչով են իրանք զբաղվում։ Մի քանի երեխու մենք ստոպ ենք տվել, գնացել ենք, գտել ենք իրանց տները, բայց հո մենք չենք կարա անընդհատ այդ երեխեքին ման գանք։ Դուք եթե ձեր մի երեխուն չեք կարում նայեք, մի հատ ասեք հասկանանք էլի, մենք ոնց Հայաստանի հազարավոր երեխեքին նայենք։ Մի քիչ օգնեք մեզ այդ հարցում էլի։ Մեկ-մեկ ձեր երեխաների հեռախոսները ստուգեք, տեսեք ինչ սայթերում են, ինչով են զբաղվում։ Մի խոսքով, սիրեք ձեր երեխեքին, ու ամեն ինչ լավ կլինի։